Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրանի դեմ թշնամական տրամադրված ուժերի կենտրոնատերն նաև հայտարարել է, որ դժվարին օրերին Իրանը միշտ Հայաստանի կողքին է եղել։ Ըստ ձեզ այս հայտարարությունը ինչ է նշանակում եւ այսուհետ ինչ է սպասվում հայ-իրանական հարաբերություններին։ Ըստ էության սա առաջին նման պաշտոնական։ Ես անկեղծ ասած դեսպանի այդ հայտարարությունը տեղյակ չէի։ Դուք ասեցիք։ Ես նոր կանխատեսում էի, չէ՞։ Իրանից ինչ արձագանք է լինելու։ Ես հենց նոր ասում էի, չէ՞, որ Ադրբեջանա-ամերիկյան գործարքը տեղի ունեցել օգոստոսի 8-ին, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Եթե Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի գործարք ա եղել, հարց է առաջանում, ում դեմ ա եղել այդ գործարքը։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանի դեմ չէր կարող լինել։ Նախ որտեղ ինքը բուտաֆորիայի պես այդ գործակին մասնակցել է եւ հետո երբ որ Բաքվից կամ Անկարայից թքում են Հայաստանի իշխանության դեմքին, Հայաստանի իշխանությունը դա անձրև է համարում։ Բնականաբար այդ գործարքը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի դեմ։ Բա ինչ եք կարծում։ Իրանը պիտի սահմանափակվեր դիվանագիտական զգուշացնող մեղմ հայտարարությունների կոնտեքստում։ Այո, Նիկոլ Փաշինյանը իր ստորագրությունը դրել է հակաիրանական գործարքի տակ։ Ու իրան թվում էր Թերանում կամ Մոսկվայում կամ Պեկինում նստած են միջին վիճակագրական ԿՊ-ականի ուղեղով ուսապարկեր ու չեն հասկանալու ինք ինչ է արել։ Հայաստանը բայց ասում էին նոր, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է Ադրբեջանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի պրոքսի գործիքը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի դեմ։ Սա դաժան ճշմարտություն է։ Բայց նաեւ ավելացրեցի, չէ, որ մենք չենք էլ կարող այդ միջազգային պարտավորությունից այլևս հրաժարվել, պիտի փորձենք բանակցելով մյուս գործընկերների աջակցություն նաեւ օգտագործելով ինչ-որ բալանս ստեղծել։ Այս իշխանությունը դա չի կարող անել։ Ցավոք սրտի Իրանից ավելի կոշտ հայտարարություններ եք լսելու։ Որտեղ ցույցերի ֆոնին բերման ենթարկեցին Արադ Միրզոյանին Վաշինգտոն։ Բարձ չի, որ Վաշինգտոն Արադ Միրզոյանի այցի ժամանակացույցը Վաշինգտոնում այնպես են արել, որ հարմարեցվի Իրանում տեղի ունեցող գործընթացների հետ, որտեղ Վաշինգտոնի համար այս գործարքը ոչ Հայաստանի մասին է, թրիփը, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանի մասին է։ Սա գործարք է առաջին հերթին Իրանի դեմ, դրա համար հակաիրանական հռետորաբանության համատեքստում Թրամփի բերման ենթարկեցին Արադ Միրզոյանին Վաշինգտոն։ Հետևանքները շատ արագ զգացնել էին տալու։ Մինչև երեկոյան սպասեք, գուցե Մոսկվայից էլ հայտարարություն շատ խիստ կհնչի, կամ իրանց ձևով կհնչի, չգիտեմ։ Ինչպես կորոշեն արձագանքել, ամենայն դեպս մտահոգությունները կհնչեցնեն։ Սա շատ բնական է, որովհետև եթե դու տեսնում ես, որ Միացյալ Նահանգները առնվազն ապակայունություն է փորձում սերմանել Իրանի Իսլամական Հանրապետությունում, ու այդ փուլում գնում ես այս կարգի համատեղ հայտարարության տակ ստորագրություն ես դնում, բա դա հակաիրանական քայլ է, բա հակաիրանական քայլ չի, ինչ է։ Շատ կանխատեսելի, ենթադրելի հայտարարություններ դա։